Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ, Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք իսկապես մեր պատմության ամենաողբերգական եւ ամենաամոթալի օրերն ենք ապրում։ Հետևում էինք այսօր թե ինչ է տեղի ունենալու Բաքվի բանտում, այո, քիչ առաջ գրեցինք, որ Բաքվի դատարանում հրապարակվում էր Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ այլ հայերի դեմ շինծու գործերի դատավճիռը եւ որոշումը հրապարակեցին Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Լևոն Մնացականյանը մեր հերոս գեներալը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Արցախի նախկին արժանախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Այս ապօրինի եւ այլանդակ շինծու ինչքան պիտի բան գործ լինի, որ անգամ իրենց պլաններում ցուցակում չկար Դավիթ Մանուկյանի անունը, բայց քանի որ ինքը այնքան բարոյական եւ պարկեշտ մարդ էր եւ մենակ չթողեց իր ընկերոջը Ռուբեն Վարդանյանի կողքը, սա ցույց է տալիս, որ ինչքան շինծու սարկած այս խաղաղության այո, որքան կեղծ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ՑՄԱ ազատազրկման, Բակո Սահակյանը մեր սիրելի թանկ նախագահները եւ մեծ հայեր Բարիս բուն իմաստով մեծ հայեր Բակո Սահակյան եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման եւ այս ամենը երեկվա այդ այլանդակ ֆոնի խաղաղության մրցանակի ես կարծում եի, որ Նիկոլա հայ ժողովրդին գտալով միայն ասֆալտ է կերակրել այս 8 տարիների ընթացքում, ասֆալտով մոլորեցրել է, չնայած մենք հիմա ազգովի պիտի լցվենք այդ ավիրված ասֆալտների փոսերը լցնելով, բայց նաև շատ լավ, չգիտեմ դեսերտի տեղ թե հակառակը ինչի տեղ տենց կերակրեց այս խաղաղություն բառը, համենայն դեպս այդ խաղաղությամբ 21 թվականին մոլորեցրեց եւ բերեց եւս 3 պատերազմ եւ բերեց Արցախի վերջնական կործանում 3 մրցանակ էր ստանում այս տականքը ազգակործան պատուհաս այս թյուրիմացությունը առնվազն 2 բնութագիր հարբեցող ծաղրածու ինքը իրեն հարբեցող ծաղրածու համարողի հետ միասին էր ստանում Ալիևն էր չի ասում հարբեցող ծաղրածու եւ ինչպես առաջին նախագահն էր ասել ազգակործան պատուհասը որը շարունակում է կործանել եւ գինը այդ մրցանակի կործանված ավիրված Արցախ 10,000 հա մեր հայրենակիցներ այո եւ Հայաստան եւ տնավեր եղած գաղթի ճանապարհը բռնած Արցախահայություն այսօր այսպես մոլորված իրենց կորցրած սովի մատնված միայնակ թողնված լքված Արցախահայություն եւ այո հիմա արդեն դրա գինը Հայաստանի Հանրապետությունն էր 3 բերանը բացած այս ողորմելի թշվառականը վստահ եմ որ Ալիևը գիտեր որ ինչ է այսօր հրապարակվելու եւ դրա հաջորդ օրը ինչ ասեմ եթե այս ամեն ինչից հետո կա մի հայ որ մարդ որ իրեն մարդ է եկեք Տիկին Դիլբարյան չասենք որ բան հայ մարդ եթե մեկ իրեն մարդ ազգություն հեչ կար եթե մեկ իրեն մարդ է համարում եւ այսքան դժբախտություններից հետո կարող է ազգակործանին որ գնացել էր նշելու այդ մրցանակ ստանալով նշելու հայ ժողովրդի կործանման հայ ժողովրդի մեծ տարածքների զիջման ավիրման թրքացման պահպանելու համար ու այդ խաղաղության իբրև թեվան ասել դուք պատկերացնում եք մի այլ երկիր չգիտեմ Ռուսաստանի նախագահ ասենք իր տարածքից մի ահռելի տարածք տար ուրիշի հետո գնար կանգ Զելենսկին չի գնում Զելենսկին անգամ որ ձեմյա ծաղրացու 1.5 միլիոն զոհ ճիշտ ասես շատ ճիշտ նկատեցիք Զելենսկին անգամ չի գնում դրան որ ասում են ինքը Զելենսկու նման գնացել է տվել է կործանել է գնացել է մարդը մրցանակ է ստանում բանը պարգևավճար է ստանում գրանտ է ստանում մրցանակ է ստանում շքանշան է ստանում ՑՄԱ են դատապարտել Բակո Սահակյանին ՑՄԱ են դատապարտել Արկադի Ղուկասյանին ՑՄԱ են դատապարտել մերգի մարդը գնացել է Թուրքի հետ
կործանողի հետ, ավիրողի հետ, դատողի հետ, հա, դատողի, բանտում խոշտանգողի հետ, ցմահ տվողի հետ մարդը մրցանակ է ստանում։